ասեմ, որ այն որ դուք ասում եք նորություն, ոչ մի բան նորություն չի։ Այսինքն այդպես միշտ տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում, այլ բան, որ թե ինչքանով է դա հանրային ուշադրություն գրավել, ինչքանով ոչ, իմիջիայլոց ուզում եմ ասել հերթական ընտրությունների պարագայում, օրինակ 2017 թվականի հերթական ընտրություններում մենք նույն սկզբունքով ենք արել, որովհետև մեր կանոնադրության համաձայն էլ մենք արտահերթ ընտրությունների դեպքում քանի որ ժամանակացույցի խնդիր կա, ցուցակը մի քիչ արագացված ռեժիմով է ձևավորվում, իսկ հերթական ընտրությունների դեպքում ավելի, այսպես ասած, տևական պրոցեսի արդյունքում մենք փաստորեն 2026 թվականին նախորդ հերթական ընտրությունը, որին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցել է, եղել է 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները եւ մենք ամեն ինչ նույն ձևով ենք արել։ Երկրորդը առաջադրումների վերաբերյալ տեխնացուները միշտ էլ այդ առաջադրման վճարը իրականացրել են, որովհետև մենք քարոզարշավ ենք, չէ, իրականացնելու։ Մենք պետք է նաև մեր ներդրում ունենանք, բավական ֆինանսավորելու։ Իհարկե մենք դրամահավաքել կկազմակերպենք եւ 17-ին էլ ենք կազմակերպել 15-ին էլ, բայց դա նաև նրա համար է, որ մենք որևէ մեկը եթե տեխնացություն է առաջադրում պետք է նաև ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում պարտադիր չի անձնական, որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ տեխնացու լինելը նշանակում է որոշակի առաջնորդություն։ Հետևաբար յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում, եթե անձամբ ինքը այդ որոշումը չի կայացնում, իր միջավայրում դրամահավաք կազմակերպել ընտանիքի անդամներ, ընկերներ եւ այդ ներդրումը անել։ Ինչու կուսակցականներին 500,000 դրամ, ոչ կուսակցականներին 1,500,000 դրամ, որովհետեւ կուսակցականները այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերությունը, որ նույն վիճակին լինի, ներառյալ այս ընթացքում կուսակցականների վճարած անդամվճարները, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար։ Շնորհակալություն, Աննա Զախարյան, կխնդրեմ Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների հետ կապված մի քիչ մանրամասնեք, առաջին խմբականակը փաստորեն գիշերը հասել է։ Ճանապարհին ինչքան կա առաջիկա որոշակի ժամկետի համար պայմանավորվածություններ կան թե չկան ու դա ինչքանով շարունակական կլինի եւ արդյոք միայն խոսքը ցորենի մասին է։ Գիտեք, քանի որ իրավիճակը անսպասելի եւ դինամիկ զարգացումներ են ունենում, ամեն օր բան է փոխվում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետեւ նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաեւ գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացած տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա եւ ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնիձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Ծառայությունները կատարվող հանձնաժողովում քննվող այդ վարույթի ժամկետները լրանում են շուտով եւ որոշումը հայտնի կդառնա։ Ես ուզում եմ հասկանալ կառավարությունը ինչ սցենարներ ունի, եթե այդ լիցենզիան դադարեցվի, արդյոք կառավարությունը պատրաստ է
գնել հեծը սեփականատերերից եւ մի հարց էլ դուք ամիսներ առաջ հայտարարեցիք, որ հոգեվորականների կյանքին վերաբերյալ տվյալներ ձեզ տրամադրում է ազգային անվտանգության ծառայությունը, ուզում եմ իմանալ արդյոք դուք այդ տվյալների հիման վրա եք գրում քեռակնոջ մասին ձեր հայտնի գրառումը, եթե ոչ ինչ ինֆորմացիոն հիմք ուներ այդ գրառումը եւ արդյոք դա վերաբերվում էր Մայրաթորի դիվանապետ Աշակ Սրբազանին։ Նախ առաջին հարցի վերաբերյալ ուզում եմ ընդգծել, որ ներողություն ինչա մասն էր առաջին հարցը։ Հեծի։ Պիտի սպասենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը եւ այդ որոշումից հետո մեր մոտեցումները ձևակերպենք, չնայած ասեմ, որ նախկինում էլ մենք ասել ենք, մեր պատրաստակամությունը հայտնել ենք եւ ես իմիջիալոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի իմ ելույթում երկու սցենար նշեցի, սցենարները մնում են ուժի մեջ եւ դե ասացի, որովհետեւ նախ կախված է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումներից, որովհետեւ այդ որոշումը ինչ որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ հնարավոր է դարձնելու կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու մենք կքննարկենք, այսինքն նախ սպասենք տեսնենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչա որոշում, դրանից հետո կոնկրետացնենք շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված իսկ գինը պետքա որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե դա շատ մեծ կլինի գինը եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով, բայց ասում եմ, դա հնարավոր կամ անհնար կդառնա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում։ Երկրորդ սցենարն է, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում է։ Բոլոր դեպքերում պետք է վճարի հեծին, բայց ով մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում նա ով ձեռք կբերի, որովհետև ըստ էության անուղղակիորեն կստացվի, որ ձեռք է բերում իհարկե կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունից։ Այսինքն դրանք այդտեղ շատ նրբություններ կան, ես խնդրում եմ հաշվի առեք, տնտեսատեխնիկական, որոնց ես կարող եմ չտիրապետել։ Ես քաղաքական շրջանակը կարող եմ գծել, մնացածը իրավաբանները, տնտեսագետները, մասնագետները, աուդիտորները իրենք ավելի ճիշտ հասցեատերն են այդ հարցի։ Հաջորդ հարցը, երկրորդ հարցն է։ Գիտեք, ես կարծում եմ այդ ամեն ինչի մասին նախ ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է, այն մարդիկ, ովքեր հարաբերվում են եւ առնչվում են որոշակի շրջանակի հետ, որովհետև այդ մեզ է թվում, թե ինչ որ մենք խոսում ենք, այդ ամեն ինչը գաղտնի չի։ Այդ ամեն ինչը պարզվում է, որ նրանք, ովքեր առնչվում են այդ շրջանակի հետ, գիտեն մանրամասները, գիտեն շատ ավելին, քան մենք կռահում ենք։ Եվ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, գիտեք, պիտի ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Գիտեք ինչ, իմ օրինակի մասին ինչ որ ես հարկ եմ համարել ասել եմ, հետո էլ ասածիս համար ներողություն եմ խնդրել։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստի ինֆորմացիոն հիմքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր առնչվում են գիտեն այդ թեմաների մասին եւ ցավոք որոշակի շրջանակների հետ շփվելիս ավելի շատ նման
ինֆորմացիաների հետ են առաջ որ մարդիկ, քան հոգևոր, եւ դա է այն խնդրեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեռագիծ չվերացնել, շնորհակալություն։ Այլև Շնորհակալություն, պարոն Փաշինյան, մասնավորեցնեք, որ ընկերությունն է, Ցորենահայեր Հայաստան, եթե դա ընկերություն է, եւ արդյոք Հայաստանը վճարել է Ադրբեջանի տրանզիտ ճանապարհի եւ այդ վճարելը որքան է կազմել այդ գումարը, եւ երկրորդ հարցը թիվը ձեր այլմիջի դիմախոսների Արման Թաթոյանն է հրապարակում արել հայտնելով, որ եթե ինքը դառնա Հայաստանի վարչապետ, ինքը կզսպի Ադրբեջանի սահմանական կառավարությունը, օգտագործի բոլոր դիվանագիտական ոստիկանությունները, ինչի շահում այս կառավարության այս իշխանության կողմից։ Անկեղծ ասած, առաջին հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև մանրամասներն որ ընկերությունն է, ինչքան է վճարվել է, թե չի վճարվել, ես կարծում եմ, որ մենք կարող ենք մեր լրատվական քաղաքականության շրջանակներում այդ հարցերը պարզաբանել, որովհետև այդ մանրամասներին չեմ տիրապետում։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ինչ քաղաքականությանը, Ադրբեջանի, գիտեք ինչ, բոլոր հարցերը լուծված են Վաշինգտոնի հռչակագրով։ Այնտեղ ամեն ինչ ընդ որում դա երկկողմանի փաստաթուղթ է ստորագրված նաև Միացյալ Նահանգների կողմից եւ պետք չէ կարգավորված հարցերը կարգավորելու մասին խոստումներ տալ։ Այդ հարցերը կարգավորված են։ Հաջորդ հարցը Վոլոդիա Հակոբյան Սիվիկյան։ Պարոն վարչապետ, վերջերս դուք ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ մամուլի նորմաներով նշեցիք, որ եպիսկոպոսներից մեկը KGB-ի գործակալ է։ Մենք էլ հիշում ենք, որ մամուլը գրել էր այդ մասին նշելով Եզրաս Ներսիսյանին, Կտրիչ Ներսիսյանի եղբորը համատեղությամբ։ Պարոն վարչապետ, վերջերս մի քանի օր առաջ Եզրաս Ներսիսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հերթական շքանշանը ստացավ։ Ուզում եմ հասկանալ, դուք այստեղ կապ տեսնում եք եւ Եզրաս Ներսիսյանի նկատի ունեիք։ Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկ, ասել եմ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը, չէ՞, տենց եմ, չէ՞, այսինքն տենց չի, որ ես տենց ինչ որ անորոշ բան եմ ասել, ես նկատի եմ ունեցել, կարծեմ թե մի անունն էլ եմ տվել, եթե չեմ սխալվում ամբիոնից, ամենայն դեպս ես տենց եմ հիշում, որ եթե տենց շատ կոնկրետ անունը չեմ ասել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը եւս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա եւ կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ իմիջայլոց հարգելի գործընկերներ, ես էլի զարմանում եմ, որ այսքան մեր հարգելի լրագրողները այդքան քննարկում են այդ հարցը, բայց տենց էլ պարզաբանում չի ակնկալվում ոչ Կտրիչ Ներսիսյանից, ոչ իր եղբորից, այդ փաստերի առիթով։ Ասենք հիմա Կտրիչ Ներսիսյանը երկու հարց պետքա պարզաբանել, երկու հարց, որը պետքա ունենա շատ կոնկրետ պատասխան։ Հարց 1. Եթե Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, եւ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարող է լինել զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասենք որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Որովհետև այսօր իմ արձանագրումը ուզում եմ, որ ճիշտ լինի։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի Առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Ես այն օրը մի քննարկման ժամանակ հետևյալ օրինակն էի բերում, օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք, օրինակ պարզվի, որ ես բանի, չգիտեմ, ինչ երկիր, ուրիշ երկրի քաղաքացի եմ,
եւ դրա հիմնավորումները ունեն անձնագիր եւ այլն։ Այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Նա կտրիչ Ներսիսյան է, դրա համար ենք մենք ասում կտրիչ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի։ Ինչ վերաբերում է պարգևատրման փաստին, չունեմ մեկնաբանություն, ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Այդ թվում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Ամեն դեպս մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա էլ պետք չի բացառել։ Պարոն վարչապետ, դուք համաժողովի ժամանակ արձագանքել եք Ալիևի հայտարարություններին, որտեղ նա հղում էր կատարում ցարական ժամանակաշրջանի քարտեզներին եւ հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով էր ասում։ Նաև Ալիևը այդ հայտարարություններում խոսում էր ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով Հայաստան գալու մասին, ինչպես կմեկնաբանեք, արդյոք այս հայտարարությունները որքանով էլ ներքին լսարանի համար է ասում, չի հակասում օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին, այն դեպքում, որ Հայաստանից նման հայտարարություններ չեն հնչում, եւ երկրորդ հարցը, ճիշտ է դուք ասել եք, որ Զանգեզուրի միջանցքի թեման փակված է, բայց արդյոք պաշտոնական մակարդակով հավաստիացումներ ստացել եք, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունի Զանգելան հորադիս հատվածը, ճանապարհի հատվածը։ Շնորհակալություն։ Ես արդեն ասել եմ, որ Կոպենհագենում մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածել, որտեղ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տրիպ նախագիծն է գործում եւ դրանով ամեն ինչ ասված է եւ ելի եմ ասում Զանգեզուրի միջանց եթե նրանք օգտագործում են իրենց տարածքի մասին, որտեղ նրանք չեն կարող օգտագործել մեր տարածքի մասին։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նախագահի մյուս հայտարարությանը, ելի եմ ասում մենք պետք է նախ ամբողջության մեջ գնահատենք այդ հայտարարությունը, որովհետեւ ես նախորդ օրն էլ լրագրողը հարց տվեց, շատ կարևոր է որ ճշգրիտ լինի, ճշգրիտ արձանագրենք ինչա տեղի ունեցել, հետո նոր գնահատենք։ Իսկ որն է ճշգրիտ արձանագրումը, որովհետեւ մեր մամուլում ես էլ եմ ասում, այդ իմ ընդհանրապես իմ գործառույթը չի, ես սրա մասին պետքա չխոսեմ էլ, սրա մասին պետքա խոսեն լրատվամիջոցները, ովքեր տեղեկատվությունը պետքա ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձևակերպի, որ պատասխաններ լինի ըստ էության եւ ոչ թե ուրիշ բանի մասին։ Օրինակ ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչը, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչը։ Իմիջայլոց մեր լրագրողները շատ հետաքրքիր է։ Օրինակ ոչ մեկ չի գնաց այդ քարտեզը հանի, մի հատ տեսնի այդ ինչ քարտեզի մասին է, կա քարտեզ, թե չկա քարտեզ։ Եվ եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ կտեսնեին, որ այդ քարտեզը ինչքան այդ տեսակետից կարա աննպաստ լինի Հայաստանի համար, երկու այնքան կարա աննպաստ լինի ցանկության դեպքում Ադրբեջանի համար, որովհետև օրինակ կարա պարզվի այդ քարտեզի վրա Հայաստան կա, վայ ներողություն, իսկ Ադրբեջան չկա, իսկ դա ոնց մեկնաբանենք։ Ես դրա համար եմ ասում, այդ անօգուտ գործողությունը, ել չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք եւ ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական, այդ քարտեզներում ոչ Հայաստան կա, այսինքն Հայաստան կա, ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ հղվող քարտեզին ասում եմ շատ պարզ գրած է Հայաստան, Հայաստանի տեղում այսօրվա, Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրած չի։ Եվ ինչի համար շատ լավ, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ թեմա է եւ անիմաստ քննարկումները առավել եւս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Էլ չեմ ասում այդ քարտեզները հրապարակված են։ Այդ քարտեզները հրապարակված են, այն որ դուք այն նյութերը ուղարկեք ինձ, ես էլ այդ քարտեզ կուղարկեմ ձեզ, չնայած 5 րոպե փնտրելով կարող եք այդ քարտեզ գտնել։ Այսինքն որ այդ քարտեզի վրա Հայաստան գրած, Ադրբեջան գրած, ինչ է նշանակում դա։ Դա ինչ քաղաքական հետևության է բերում։
Բայց եմ ասում, խալիֆայության շրջանում եղել է խալիֆայությունը։ Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Պարսկաստան, Օսմանական տիրապետության ժամանակ եղել է Օսմանյան կայսրություն, բայց իմ ելույթում ասում էի, պարզ օրինակ էի բերում, որ չբարդացնենք։ Ամեն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ բանի Գյանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ինչ է դա նշանակում։ Դրանց հետևությունը ի՞նչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի ես էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ես դրա համար նաեւ բանի զանգ բառի օրինակը բերեցի։ Ով ասել որ դրանք ադրբեջանական են։ Թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական։ Եվ ինչ, բայց ինչ է դա փոխում։ Ոչ մի բան էլ չի փոխում։ Ինչ վերաբերվում է գնալ գալուն, խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով, այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Իսկ եթե խոսքը ուրիշ բանի մասին է, ես ասում եմ այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Ուրեմն ես իմ ելույթում խոսեցի ընդհանուր Մանթաշյանի ժառանգության մասին, բայց եթե խորհրդային միությունը անօրինական է վերցրել այդ գույքերը, Մանթաշյանի գույքերն էլ ուրեմն հայկական ժառանգությունն էլ անօրինական վերցրել, բայց ես համարում եմ, որ այդտեղ մտնել ընդհանրապես իմաստ չունի։ Եվ իմ առաջարկն է, եւ ըմբռնումն է, եւ մեր պայմանավորվածությունն է, եւ 2025 թվականի օգոստոսի 8-ի ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերից հետեւում է, որ մենք պետքա դադարեցնենք այդ մոտեցումը։ Այդքան։ Հաջորդ հարցը Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, իմ հարցը եւս վերաբերում է Ադրբեջանի տարածքով Վրաստանով Հայաստանում դեպի Հայաստան բեռնափոխադրմանը։ Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ եւս 132 վագոն ցորեն պետք է տեղափոխի եւ դիտարկում է նաեւ այլ ապրանքատեսակների բեռնափոխադրումներ։ Ընդհանրապես Ռուսաստանի ակտիվությունը այս համատեքստում ինչպես է գնահատում։ Եվ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ նախորդ կառավարության նիստերից մեկում դուք հարց բարձրացրեցիք Երևանում խցանումների հետ կապված եւ հանձնարարականներ տվեցիք կոնկրետ գերատեսչությունների, արդյոք քննարկումներ եղել են այս ընթացքում, հնարավոր ինչ-որ լուծումներ թեկուզ կարճաժամկետ դիտարկվում են։ Ну կարճաժամկետ ես համարում եմ, որ իրոք իրավիճակը ճգնաժամային է։ Ես դա տեսել եմ եւ տարօրինակ այսկապես տարօրինակա հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես որ դժվար լինի տեղաշարժվելը եւ ես հանձնարարել եմ որ աշխատանքային խումբ ստեղծվի արագ միջանկյալ լուծումներ մի պայմաններում երբ որ ամեն օր մեքենաների թիվը նախ մենք պետք է գնահատենք ինչն է պատճառը որովհետեւ այո միտեղ լուսացույցը կարա անջատվի միտեղ վթար կարա լինի միտեղ բայց մեծ հաշվով պատճառ մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում եւ մենք պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվենք Երբ հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, բայց մենք պետք է ընտրություն կատարենք կամ յոլա ենք գնում, իհարկե գիտեք ինչ խնդիրը տեխնիկական կարգավորումների եւ լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց հասկանում եք մեքենաների թիվը նախ ահռելի է եւ երկրորդն է խնդիրն է չի, ինքան ամեն օրվա հետ շատանում է։ Մենք մյուս կողմից որոշումներ ենք կայացնում էլեկտրոմոբիլների քվոտաներ ենք սահմանում, արտոնություններ ենք սահմանում, այդ մեքենաների թիվը ավելի է մեծանում։ Եվ պետք է հասկանանք, բան չի, Երևանի կարողությունները փողոցների անսահմանափակ չեն։ Եվ սա իհարկե եւ կարճաժամկետ լուծումները պետք է գտնվեն, երկարաժամկետում էլ պետք է հասկանանք ինչ անենք։ Ինչպես եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված, ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված եւ ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ փորձագիտական գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա
նեգատիվ զարգացում էր Իրանի Իսլամական Հանրապետության համար, սա նեգատիվ զարգացում էր, դիրքորոշում ինչ էր։ Մենք ասում ենք ոչ, այս որոշումը նպաստելու է այդ թվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը։ Եվ ձեր ասածը ընդհանրապես տեսեք 3 ամիս հետո մենք արդեն ունենք կոնկրետ զարգացումներ, 130 վագոն, մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը եւ ուզում եմ ընդգծել, որ դա լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին։ Ոնց։ Տենց որ հաջորդ անգամ էլ ոչ մեկ չի գա, բոլորը իրենց հարցերը կուղարկեն։ Շնորհակալություն, բայց էլի ուզում եմ արձանագրեմ, որ փաստորեն բան չկա, այտենց հրատապ կոռուպցիոն սկանդալներ կամ չգիտեմ ինչ չկար, որի մասին։ Լավ, շնորհակալ եմ։